Պալիատիվ խնամք ոչ թե բուժհաստատությունում, այլ տանը։ Առողջապահության նախարարությունը Յոլիան արյունաբանության և ռուսկաբանության ազգային կենտրոնի հետ իրականացնում է մանկական պալիատիվ շարժական բուժօգնության փորձնական ծրագիր։ Մանկական պալիատիվ շարժական ծառայության միջոցով երեխայի տանային պայմաններում ցուցաբերվում է համապատասխան բուժօգնությունը, որը իր մեջ ներառում է նաև կրթական բաղադրիչ, կրթական եւ հոգեվոր նաև աջակցություն ընտանիքին, քանի որ ծառայությունը ինքն իրեն հանդիսանում է երեխայակենտրոն եւ ընտանիքակենտրոն մոդել։ Պալիատիվ բուժօգնություն ստանում են այն երեխաները, որոնց կյանքին վտանգ է սպառնում եւ անբուժելի հիվանդություն ունեն։ Այս ծրագրի նպատակն է պալիատիվ բուժօգնությունն էլ ավելի հասանելի դարձնել ու մեղմել բուժառուի հիվանդության հետ կապված ֆիզիկական ցավը։ Մանկական պալիատիվ պիլոտային ծառայությունը սկսել ենք, մեկնարկել ենք 2025 թվականի հունվարի 3-ից, հենց առաջի այցերը սկսել ենք կատարել եւ 6 ամիս հետո կամփոփենք արդյունքները։ Մոտ 10%-ը օնկո հիվանդություններով երեխաներն են, մնացածը ոչ օնկոլոգիական։ Սաթենիկ Հարությունյանի երկու որդիներն այս ծրագրի շահառուներ են։ Ասում է, շատ է կարևորում բժիշկների տնային այցերը։ Դրանք օգնում են որոշակի չափով բարելավել երեխաների առողջական վիճակը։ Շատ ուշադիր, արդեն երևի կլինի մոտ 2 ամիս։ Շատ հետևողական ամեն ինչին։ Իմ տղան ցավեր ուներ, դեղորայքներ են նշանակել։ Փորձարարական ծրագրի այս փուլում մանկական պալիատիվ օգնության ծրագիրը նախատեսված է Երևանի եւ մոտակա 4 մարզերի, մայրաքաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող համայնքներում հաշվառված եւ բնակվող երեխաների համար։ Երեխաները շատ դժվար են տանում մեկուսացումն ու տարածում իրենց սովորական միջավայրից, դպրոցից, ուսման վայրից, մանկապարտեզից, հետևաբար ծառայության ստեղծումը երեխայի համար առավել ընդունելի եւ ավելի հարազատ միջավայրում էլ ավելի կբարձրացնի երեխայի կյանքի որակը։ Առաջի այցելության ժամանակ գնահատում ենք կարիքները, ինչ խնդիրներ ունի եւ նախնական պլան ենք մշակում տվյալ երեխային քանի այց պետք է իրականացնել, բայց երբեմն լինում են փոփոխություններ, որովհետև երեխայի վիճակը երբ որ բարդանում է կամ հրատապ խնդիրներ կան, կարող են այցերը ավելի շատ լինել։ Ծրագրում այժմ ներառված է 40 երեխա։ Եթե պիլոտային ծրագրի արդյունքները գոհացուցիչ լինեն, ապա այն կլինի շարունակական եւ կընդլայնվի։ Քրիստինե Թորոսյան, Արտակ Գևորգյան, լուրեր։